Ողջույն, նորից եկել ենք հետ, Ազատազանի հրաձգարանում ենք, հերթական թվանքի հաղորդումն ենք փորձում նկարել, նորից հիշեցնում եմ, մենք ում Արալերնա, ձախի վրա Արարատլերնա, մենք էլ մեր իմացածը փորձենք ներկայացնել։ Այսօր ներկայացնելու եմ մի հետաքրքիր տեսակի զենք, ինքը բանա, Remington-ա, իրան կարաս ասես 700 ասենք բազայի հիման վրա ստեղծված, բայց նաև այս զենքը XM2010, որը որ Միացյալ Նահանգների զինված ուժերն են օգտագործում, իրա փողի երկարությունը 24 դույմ է, ակոսների քանակը 5 ակոս ունի, հիմնականում լինում են 4 կամ 6, բայց այս 5 ակոսանիները ասում են, որ ավելի քիչ վիբրացիա ունեն, երբ որ ասենք փամփուշտը մեջից դուրս է գալիս։ Ինքը տարբեր տեսակի հետաքրքիր աքսեսուարներ ունի, օրինակ օպտիկան Night Force-ա, Night Force ատակր վերջին համատաբար վերջին մոդիֆիկացիայի, որը որ 4-ից 20 անգամ է, բայց իր հետաքրքիր մի բան ունի, որ իր այդ բաները, կարգավորումները 38 մռադ է, բավականին շատ է։ Սփուռա, այդ mounт-ը, որի վրա տեղադրված է։ Այստեղ կա հետաքրքիր մի բան, սարք, ինքը Bedger Ordnance Factory-ն է արտադրել, ինքը բանն է, անկյան կոսինուսն է հաշվում, հետաքրքիր մի բան է, այսինքն ինչ է անում, երբ որ դու տարբեր անկյունների տակ կրակում ես, դա ինքը ոչ թե անկյան չափն ասում 80 աստիճան կամ 90 աստիճան, ինքը տոկոսով է, այսինքն 40, 36 կամ ինչ որ այն թիվը, որը գրած է, դու այդ թիվը բան ես անում, այդքան տոկոս նվազեցնում ես քո հիմնական կարգավորումներից ու ուղիղ կարողանում ես խոցում ապահովել։ Ունենք ասենք հավելյալ, ես ասենց թեքեմ, հավելյալ հարթաչափ, չնայած բանի վրա էլ կա, իր mounт-ի վրա էլ կա, այս հարթաչափը, նաև ստեղ տեղադրված է Sig Sauer-ի կալիմատորը։ Ինչի համար է կալիմատորը, ինձ պետք գալիս։ Կալիմատորը ինքը, եթե դու կրակային դիրքերը փոխում ես կամ այդ նշանակետերը փոխում ես, իրա մեջով նայում ես, նոր նշանակետի երկու բաց աչքով արագ գտնում ես, հետո աչքդ բերում ես դեպի, ասենք, օպտիկայի մեջ, մի անգամից, ասենք, դու արդեն պետք չի երկար ժամանակ փնտրես։ Իրա ներքևի հատվածը արկառայլ է հագեցած և ատլաս է ոտքերը, դուք կարող եք իրան ուղղակի կարգավորել, ասենք, օրինակ բերեք ստեղ, կամ առաջ, ինչ-որ ձևով, սենց, հացել, բարձրացնել, դենց բան, բայց այս պային ատլասները արդեն իրանց տեղը զիջում են շատ ժամանակ MDT արտադրանքին, որը որ իր ֆունկցիոնալությամբ ավելի սկսել է գերազանցել, նենց որ եթե պետքա նոր բան գնեք, կարակ դրա վրա ուշադրություն դարձնեք։ Ինքը նաև ունի այդ բան, sound moderator, հետաքրքիր ձևով է տեղադրվում, օրինակ տեսեք, ստեղ իր այս բանը որ կա, muzzle brake-ը, դու սեղմում ես, բերեցիք, վերջ, ու շատ արագ կարող ես հանել։ Գնանք փորձարկենք այս զենքը, բայց դե էսի կարելի ասել զենքը չինգեր է, հենց որ շատ ժամանակ, ասենք, ինքը կարա ձեզ, ասենք, ձեզ համար, ասենք, հայթայթի այն լեգալ որսերը, որոնք դուք կարող եք իրականացնել, նաև կարակ կրակեք գազաններին։ Հիմա գնանք խումբը կրակենք, տեսնենք ինչ հնարավոր իրանով անել։ Կրակում եմ։ Կրակեցինք, գնանք տնանք ինչ է ստացվել մոտներս։ Այսի Արալերան մի քիչ այն կողմ ենք եկել, հենց որ համեցեք բոլորդ
վայելեք։ Զենքի կուլտուրա ունեցող մարդիկ են ստեղ։ Այդ մարդիկ միշտ լավն են լինում։ Իմիջայլոց sense մի բան էլ ասեմ։ Մարդը ինչքան շատ զենք է ունենում, այնքան իրան խելոք է պահում։ Որովհետև ափսոսում է, ծախսած գումարը հանկարծ չկորցնի, էլի։ Մի հիմար բան չանի, դրա պատճառով իրան չվերցնեն, ասեն, քեզ չի կարելի օրինակի համար զենք ունենաս։ Դրանք ինչ է ստացվել էս յանիմ։ Եկեք հա սենց ոնց որ բանը հավաքել ենք խումբը։ Էս զենքի համար յոլա կտանի, հա, ինչքան է, կեսմո։ Կեսմո ենք հավաքել, բայց վստահ եմ, որ կարանք ավելի լավ անենք։ Պատրոնս փոխել էի, ափսոսացի մի հատ ուրիշ պատրոնն եմ էդի կրակ էի։ Հա, կետել չունեմ, որ պահում եմ վրեն, բայց դե են բանը չլնի էլի, որ ասում են վատ պարողին ինչ-որ բան եմ խանգարում, նենց որ ներող եղեք։ Եթե մեկը կարա ավելին անի, թող անի։ Նենց որ ունեցեք ձեր զենքը, այդ որտև բանը միշտ բացի որսի, բացի սիրողական հրաձգությունից կարան ասենք օրինակ մարդակեր գազաններ կան ձեր վրա, ասենք այդ ժամանակ դուք ստիպված եք լինելու ձեր ընտանիքը առաջինը պաշտպանեք, նաև ասենք ձեր ընկերներին, որ պատրաստ լինեք, որ գազանը որս դառնա։ Գնացինք, փորձենք 600 մետր կրակենք։ Ամենազորգ որսն գտնենք դրան։ Այս բանով էկզոտիկ փամփուշտները, որոնք էլ չկա, մնացել եք ժամանակին։ Այսօր բարձիկը մոռացել եմ, ստիպված պետք է այս պոլոզ ոտով կրակենք։ Կրակում են կապույտ գոնգին, տեսնենք ինչա ոնց է լինում։ Շադրություն կրակում եմ։ Տեսվեց։ Ինքն է։ Հիմա ու կրակենք։ 7-8 բարձանանք։ Բարձանանք 700, 7-ը գտնենք, ու ես 7։ Ուրա մեր 7-ը։ Մեջտեղ։ Կրակենք 800։ Հիմա կրակում ենք 800։ Կրակեմ։ Давай։ Կենցնես նայում Հա։ Նորից կրակում ենք 800 մետրի գոնգին։ Կրակում եմ։ Այսօր էլ ես ընկերոջ հետ է եկել հրաձգարան, կրակեք, մարզվեք, ամենակարևորը պահեք անվտանգության կանոնները, անվտանգ եղեք, որովհետև դուք բացի ձեզանից ուրիշների համար եք պատասխանատու։ Առողջ եղեք։